Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Փոխարինելու է գալիս Ջենիֆեր Լոպեսը, նախ հրավերը ինչով էր պայմանավորված, ոնց ստացվեց, որ Լոպեսը գալիս է Հայաստան եւ ինչքանով երաշխիք կա, որ Լոպեսի հետ նույնը չի տեղի ունենա, ինչ որ սնոփ բարագայում եղավ, ֆինանսական մասով, եւ պետությունը ինչ մասնակցություն ունի այս ամենի կազմակերպման մեջ։ Այս պահին ես որևէ բան չունեմ այս թեմայով ձեզ ասելու, որովհետև եղել են հայտարարություններ, մնացած ընթացքը ցույց կտա այս թեմայով որևէ մեկնաբանություն այս պահին չունեմ։ Ես պարզ պատասխանեցի, որ այս պահին որևէ բան այս թեմայով չունեմ ասելու, երբ որ մենք կունենանք որևէ ասելիք, անպայման կփոխանցենք։ Բայց անորոշ նախարար կամ պետությունը կազմակերպչական գործընթացին մասնակցություն ունենում է, կամ չի ունենում։ Պետությունը ի սկզբանե կազմակերպչական գործընթացին մասնակցություն չունի, մեր քաղաքականությունն է խրախուսել միջազգային աստղերի հյուրախաղերը Հայաստանում, որոնք օգնում են, որպեսզի Հայաստանը այդ առումով դառնա գրավիչ հարթակ եւ զբոսաշրջային ուղղություն նաեւ դառնա եւ մշակույթի զարգացման ռազմավարության մեջ առանձին ամրագրված է, որ պետությունը աջակցող քաղաքականություն պետք է վարի այդ ուղղությամբ, բայց ինչ վերաբերում է ձեր մատնանշած կոնկրետ դեպքին, ապա ես այս թեմայով որևէ մեկնաբանություն չունեմ եւ գիտեք, որ նախարարությունը այդպես չի, որ եթե որևէ ծրագիր կամ անելիք ունի, ապա այդ ծրագիրը կամ անելիքը ձևակերպում է կառավարության որոշման կամ այլ փաստաթղթի տեսքով։ Որևէ նման բան չկա։ Մեկի դեպքը հաշվի առնելով պետությունը հիմա չի ուզում պաշտոնապես հայտարարի, որ մասնակցություն։ Ես այս թեմայով որևէ ասելիք այս պահին չունեմ եւ եթե որևէ ասելիք կունենանք, ապա պաշտոնապես դա կհայտարարենք։ Ես էլ չեմ ուզում նույն պատասխանը կրկնել։ Դոտից հետո ձեր աչքը վախեցած է Ջենիֆեր Լոպեսի մասնակցությունը։ Մեր աչքը վախեցած չի ընդհանրապես, եթե խոսում ենք որպես պետական մարմնի քաղաքականություն, մենք շարունակում ենք մեր դիրքորոշումը պահել նույնը եւ մեր քաղաքականությունը շարունակում է մնալ աջակցող նմանատիպ ծրագրերին, իհարկե։ Աջակցում եք Լոպեսին, որ գա Հայաստան։ Ես շատ պարզ ասացի, որ մենք որևէ մեկնաբանություն այս թեմայով չունենք։ Դոգի գումարները վերադարձնել պետությանը։ Ոչ, այս պահի դրությամբ գումարների վերադարձը տեղի չի ունեցել։ Երբ կտեղի ունենալ։ Ընթացքից ձեզ կտեղեկացնենք, մեզ անընդհատ այս թեմայով հարցումներ են գալիս, վստահաբար ժամանակին կիմանան։ Ինչ-որ քայլեր բայց ձեռնարկվում են, ուզում եմ հասկանալ ինչ ընթացակարգ է։ Դուք դիմել եք այդ երեքին կամ իր պրոդյուսերին, ինքը ասել հակուղարկեմ։ Այս թեմայով ինձ արդեն կոնկրետ հարցեր էիք ուղղել եւ ես ձեզ պատասխանել էի, որ գրությամբ դիմել ենք, այսինքն գրավոր ուղարկվել է նախարարության պահանջը, հետագա ընթացքը կարծում եմ բոլորի համար տեսանելի եւ թափանցիկ կլինի։ Տիկին նախարար, վերջին մրցաշարերի նա ինչպես է գնահատում մեր մարզիկների ելույթները, արդյոք կհանդուրժեն չէին։ Կարծում եմ, որ արդյունքները տարբեր էին, եթե վերցնենք ըմբշամարտը, մարմնամարզությունը, ծանրամարտը, այստեղ ծանրամարտի հավաքականը կարծում եմ բավական հաջող ելույթ ունեցավ, հատկապես կուզեմ նաև ընդգծել մեր կանանց ակտիվ մասնակցությունը, իհարկե ունեինք նաև որոշակի դրվագներ, այդ թվում մրցավարության հետ կապված Տաթև Հակոբյանի ուրեմն մրցելույթների ժամանակ, բայց ես կուզեմ նաև առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել մեր բոլոր մարզիկներին իրենց մրցելույթների համար, հաջողությունների համար։ Ընդհանուր առմամբ մենք նաև պլանավորել ենք որոշ ֆեդերացիաների հետ նախարարությունում քննարկում ունենալ, վերլուծել արդյունքները։ Ինչ վերաբերում է կոնկրետ Արթուր Ալեքսանյանին, ես կարծում եմ, որ Արթուր Ալեքսանյանը մեր այն մարզիկներից է, որ բավականին մեծ ներդրում ունի եւ նվաճում ունի, գիտեք, որ պետությունն էլ իր անվամբ շատ մեծ մարզահամալիր է կառուցում նախադեպը չունեցող Գյումրիում եւ սպորտը այնպիսի բան է, որ մարզավիճակը եւ վնասվածքները կարող են տարբեր ուրեմն հանգամանքներ առաջ բերել եւ ես չեմ կարծում, որ մարզիկների նկատմամբ մեր վերաբերմունքը դրանով պետք է պայմանավորենք։ Նա շատ մեծ մարզիկ է եւ շատ մեծ նվաճումներ է ունեցել եւ պետության աջակցությունն էլ իր կողքին է ցանկացած պահին։ Տիկին նախարար, ես կրթական մեջ հարցնեմ, իհարկե մանրամասն չեմ տիրապետում, խնդրեմ դուք մանրամասնեք, բայց ինձ ծանոթ բարեկամ ուսուցիչները, նաև երեխաներ ունեցող ծնողները անդադ դժգոհում են կրթական նոր չափորոշիչներից եւ համակարգից, օրինակ երեխաներին գնահատման համակարգից, հատկապես փոքր տարեկան դասարանները, որ
այլևս գնահատական չի դրվում, ընդհանրապես գալիս է ստուգված եւ այսինքն համեմատության մեջ երեխաները չեն ասում իրենք լավ են կապել իրենց առաջադրանքը թե վատն են կապել, այսինքն փոփոխությունները ինչ որ ձևով անում են գնահատականի վրա երեխային։ Նաեւ ուսուցիչների մասով որ ինչ որ նոր չափանիշներ են մտել, որ ուսուցիչը օրինակ չի կարող դիտողություն անել կամ իրեն ջղայնանալ երեխաների վրա, չի կարող ասել տղա ջան նստի տեղը եւ սերը պետք է չմատնանշի, ինչ որ տենց համահարթեցված ինչ որ վիճակ է, սերերի մասով, էլի բաներ կար, որ մտքով ստասկիկը հիշեն, քանի բան կամ ընդհանրապես ասում։ Այս ինչ նոր փոփոխություններ են, նոր եվրոպական չափանիշներ են։ Մի բան հավելում, օրինակ ասում են կնոջ հետ խոսելուց էլ Պիկին Սինշյան չպետք է դիմել, դա եւս Հա, Պիկին ճիշտ է, դա Կառավարության նիստը շարունակում եք, որտեղ գենդերային քաղաքականության ռազմավարությունը հաստատեցինք, բայց պետք է ձեզ հիշեցնեմ, որ մենք նոր չափորոշիչների մասին երբ որ խոսում ենք, դրանց մասին խոսքը սկսվում է 2021-ից, երբ որ չափորոշիչը հաստատվեց եւ այնուհետեւ սկսեց փորձարկվել Տավուշում եւ մեր բոլոր դպրոցներում դրանք արդեն երկրորդ տարին է, որ գործում են գնահատման համակարգի մասով։ Եվ բոլորովին ուրեմն զարմանալի չի, որ գնահատման համակարգը փոխվել է, որտեղ մեր դպրոցի հիմնական խնդիրներից մեկը հենց գնահատման համակարգն էր։ Երբ որ ըստ էության երեխաները պիտակավորվում էին ըստ իրենց ստացած միավորների, օրինակ որևէ դպրոցում կարող էիք այսպիսի խոսակցություն լսել, որ այսինչը 7-ի երեխա է, այսինչը 6-ի երեխա է, եւ ըստ էության երեխաների մասին խոսակցությունը, նրանց կրթական արդյունքի մասին խոսակցությունը փոխարինվում էր թվերի խոսակցությամբ եւ սա նաեւ երեխաների պիտակավորման եւ նաեւ երեխայի հետագա մոտիվացիայի սովորելու վրա ազդող շատ լուրջ գործոն էր եւ ավելին սա բերում էր մի իրավիճակի, երբ որ երեխաները սկսում էին ուղղորդվել միայն գնահատականի համար սովորելու, ինչը ամենևին էլ մեր նպատակը չի, մեր նպատակն է, որպեսզի նրանք ստանան գիտելիք, հմտություն, կարողանան ձևավորվել որպես լիարժեք քաղաքացիներ եւ ձեր նշած իրավիճակը վերաբերում է նրան, որ միավորային գնահատականի փոխարեն պետք է տարրական դասարաններում գործեն գնահատման այլ ձևեր, բնութագիր, ինչը նշանակում է, որ երեխան պետք է հասկանա, որ օրինակ ինքը լավ է կարդում, բայց մաթեմատիկայի այս առաջադրանքները լուծելուց դեռևս դժվարություններ ունի։ Կա բնութագրի ձև, որը լրացնում են ուսուցիչները էլեկտրոնային մատյանում եւ բնութագրի ձևը շատ ավելի ուրեմն բովանդակային նկարագրում է երեխայի առաջընթացը եւ երեխայի դժվարությունները։ Եվ այս պարագայում երեխայի համար շատ ավելի տեսանելի է, ինչպես նաեւ իր ծնողի համար, թե երեխան ինչ արդյունք ունի եւ որտեղ է, որ դեռ պիտի աշխատի։ Բայց դեպի նախար ստացվում է, որ երեխան տարական, ոնց հասկացա տարական է, չէ՞, 4-5-րդ դասարանից բարձր արդեն 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակում բացի ձևավորող գնահատումից միանում է նաեւ միավորային գնահատումը, բայց մենք ինտենսիվ աշխատում ենք դպրոցների հետ, իհարկե համակարգը նոր է եւ կարող են հարցեր լինել ու դրանք կան, բայց նաեւ դրանք ներդրման ընթացքի հարցեր են, որոնք պարզաբանվում են։ Օրինակ առաջադրանքը ամբողջը կարմիրով ստուգել է, սխալներ ուղղել է, չէ՞, կապույտի վրա կարմիրով սխալներ ուղղել է։ Մենք ուրիշի համադասարանցիները ընդհանրապես 1-2 կարմիր ունի, բայց երկուսն են հավասար կարգավիճակ ունեն, Ինչ է նշանակում հավասար կարգավիճակ։ Ի սկզբանե բոլորը հավասար կարգավիճակ ունեն, որովհետև բոլորը օրինակ երկրորդ դասարանի կամ երրորդ դասարանի աշակերտներ են, գիտեք, յուրաքանչյուրը պետք է կարողանա տեսնել իր առաջընթացը։ Այսինքն այնինչ գիտեմ հիմա ապրիլին, սեպտեմբերին արդյոք այսքան գիտեի եւ այստեղ երեխայի առաջընթացը իր նկատմամբ է գրանցվում ու իր նկատմամբ է համեմատվում։ Ես անկեղծ ասած դիտողություն անելու հետ կապված դիտողություն անելու մանկավարժական ձևեր կան եւ մենք ուսուցիչների հետ մեր աշխատանքը ուղղված է նաեւ նրան, որ երեխաներին ուղղված իրենց խոսքը լինի երեխաներին իրենց խնդիրները ցույց տվող, բայց նաեւ խթանող եւ խրախուսող եւ ինչ վերաբերում է դիտողություն անելու ձևին, ապա դա մանկավարժություն է։ Եվ հիմա եթե ես դա սկսեմ ձեզ բացատրել, կարծում եմ բոլորովին այլ տրամաբանությամբ։ Սովորել ենք, դուք սովորել եք դպրոցում, դա այդ մեթոդներին դուք դեմ եք հիմա արմատապես փոխում եք։ Դե մի տեսակ կարծես կաշկանդ եք, հա, շրջանակի մեջ տնեք ուսուցիչներին, որ հակառակը այդպիսի խնդիր կարծում եմ չկա, կա խնդիր, որպեսզի դասարանում լինի փոխադարձ հարգանքի միջավայր ուսուցչի եւ սովորողների միջև եւ մեր առաջարկած մոտեցումները, որոնք չեն վերաբերում
դուք հիմա կոնկրետ ինչ-որ դրվագներ եք մեջ բերում, որը որ շատ էպիզոդիկ եւ սխալ պատկերացում է տալիս կրթական փոփոխության մասին։ Ես կարծում եմ կարող է ուսուցիչ ասել, տղա ջան, նստի տեղը կամ աղջիկ ջան, մի խանգարի դասը։ Կարող է այդպես ասել։ Դուք հարց եք տալիս, որը ճիշտ հարց չի, որովհետև ձեր հարցը պետքա դնել կոնտեքստում, մտնել դասարան, դասալսման ժամանակ եւ տեսնել ուսուցչի վարքը այդ իրավիճակում ինչքանով էր տեղին կամ ոչ տեղին։ Այսինքն ձեր հարցը դարձնել տեսական ընդհանրական հարց համակարգի վերաբերյալ չի կարելի ուղղակի եւ այդ պատճառով էլ պատասխան չի ենթադրում։ Նիկոլ Փաշինյանը, քանի որ կրթությունից 7-ից ասացիք, հիշեցի։ Նիկոլ Փաշինյանը վերջերս կառավարության նիստին ասում էր, որ մենք ասում ենք ձեր սխալները բանտանշելով, ասում են, որ մենք ասեն 7 տարի նույն դասարանում ենք մնացել։ Հարցը առաջանում, եթե դուք 7 տարի նույն դասարանում եք մնացել, նախ այդ ալեգորիկ միտքը ինչպես եք մեկնաբանում հասկանում, որպես Ինձ այդ հարցը տվել են, ես մեկնաբանել եմ, կարծում եմ ձեզ այդ մեկնաբանությունը հասանել է։ Պրեմիա ստանում, պարգևավոր վճար, ոնց եք աշխատավարձ ստանում կամ ինչու դեր աշխատավարձներից չեն պահում, եթե դուք 7 տարի դրական ուսուցանից դրական արդյունք չեք ցուցաբերում, նույն դասարանում եք մնանում։ Դուք այդ հարցը հնչեցրեցիք հնչեցնելու համար, որ հետո դառնա վերնագիր, ես կարծում եմ, որ պատասխանը ձեզ պետք չի, որովհետև ձեզ պետք է վերնագիրը։ Եթե ձեզ պետք է պատասխանը, դուք կարող եք արդեն մոտավորապես մի շաբաթ կամ 10 օր առաջ այդ հարցը ինձ տրվել է, այս դրան պատասխանել եմ։ Հիմա նորից ասեք, ի վերջո դուք եթե կառավարության ղեկավարը ձեր թերացում, այսինքն ձեր թիմի թերացումներն է մատնանշում, խոստովանում է, որ մենք լավ չենք աշխատել։ Նույն դասարանում ենք մնացել, մենք ասում ենք քիչ փոխաբերականի մասին, բայց խոսքը վատ արդյունքների մասին է։ Հետևաբար դուք խոսքը process-ի մասին է։ Եթե լավ են աշխատում, խրախուսում են, վատ են աշխատում, օրինակ աշխատավարձից պահում են անում կամ ինչ-որ այլ սանքցիաներ։ Դուք ձեզ ինչ-որ աշխատավարձից պահումարվել է, պատասխանատվության ենթարկվել եք որպես կառավարության անդամ, նույն դասարանում մնացավ դասարանի անդամներ։ Ես չեմ ինձ աշխատավարձ վճարում, կարծում եմ այս տարական ընթացակարգը պետք է իմանալ։ Ինչ վերաբերում է ձեր կոնկրետ հարցադրմանը, կարծում եմ վարչապետը շատ պարզ եւ շատ կարեւոր բան է ասել, որ մենք յուրաքանչյուրս ունենք սովորելու կարիք եւ այն գիտելիք ու այն հմտությունները, որ մենք ունենք, ոչ միշտ է որ բավարար են մեր առաջ կանգնող խնդիրներին արձագանքելու համար։ Եվ ավելի կարեւոր է, որ մենք ընդունենք այդ հարցը եւ գնանք զարգացման ճանապարհով, անընդհատ սովորելով, անընդհատ մեր առաջ հարցեր դնելով, մարդը ամբողջ կյանքում պիտի սովորի։ Այ դուք ինձ հարցեր եք տալիս կրթության չափորոշիչներից, դուք այդ հարցը որոշել եք ինձ տալ, բայց դուք որպես լրագրող չեք որոշել բացել մի հատ տեսնել օրինակ այդ կրթության չափորոշիչը ինչի մասին է, որպեսզի հասկանանք այդ հարցը տալ արժի թե չարժի։ Օրինակ ես կարծում եմ դա պրոֆեսիոնալիզմի ինչ որ տրամաբանության մեջ պիտի լինի։ Հիմա դա էլ է կրթության խնդիր։ Շնորհակալություն։ Ես այլ ասելիք այս թեմայով որ նախաձեռնության համացանցումի փաստաթուղթ է շրջանառում ձեր ստորագրությամբ, որ դիմել եք Երևանի քաղաքապետին երիտասարդական կայարանի մետրոյի անվանակոչել Ավետիք Իսահակյանի անունով, ախտորեն ասել ճիշտ է, չէ, իրականության համապատասխանում է այդ փաստաթուղթը եւ նպատակը ո՞րն է։ Գիտեք, այս տարի լրանում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակը, ձևավորված է հոբելյանական հանձնաժողով, որում ներգրաված են մեր տարբեր նաև անվանի մտավորականներ, ինչպես նաև ընտանիքի անդամներ, այդ թվում Իսահակյանի թոռը, եւ հանձնաժողովի քննարկման ժամանակ իրենց կողմից առաջարկ բարձրացվեց, որ գուցե հաշվի առնելով, որ հարևանությամբ էլ Իսահակյանի արձանն է տեղադրված, եւ հոբելյանական տարին հաշվի առնելով գուցե ուրեմն քաղաքապետարանը հարցը քննարկվի։ Հանձնաժողովում այդ առաջարկը բարձրացվել է եւ ըստ սահմանված ընթացակարգի առաջարկը ներկայացվել է քաղաքապետարանին, կարծում եմ, որ դա ավականու որոշման տիրույթում է եւ իհարկե քանի որ տարածքը ունի պատմություն եւ այդ անվանումն էլ կապ ունի պատմության հետ, կարծում եմ, որ ավելի ամբողջական հարցը կդիտարկեն, բայց առաջարկ է հնչել եւ բնականաբար առաջարկը պետք է ներկայացվի համապատասխան քննարկման, բայց միևնույն ժամանակ մենք քաղաքապետարանին առաջարկ ենք ներկայացրել, որպեսզի արձանը դառնա ավելի տեսանելի, որովհետև դրա շուրջը հիմա տարբեր նաև գործունեություններ են զարգացել եւ արձանը կարծես ստվերվել է եւ հիմա մենք նաև սպասում ենք, որ քաղաքապետարանի գործընկերները ընդհանուր առմամբ Իսահակյանի արձանը ավելի տեսանելի դարձնելու ուղղությամբ որոշակի քայլեր կձեռնարկեն։ Երիտասարդական բառերքի կոլորիտային
Ես հենց այդ տեսանկյունից իմ պատասխանում էլ հնչեցրեցի, որ տարածքը պատմություն ունի, այդ թվում նաև անվանումը, եւ կարծում եմ ճիշտ կլինի, իհարկե առաջարկը հնչել է եւ դա նշանակում է, որ պետք է հանձնաժողովում հնչած առաջարկը ներկայացնել քննարկման, բայց կարծում եմ, որ դա ավելի մանրամասն պիտի քննարկվի։ Տիկին նախարար եւ կխնդրեմ անդրադառնալ վերջին շրջանում քննարկված դպրոցներում երեխաների մասնակցությամբ մասնավորապես կարմիր դուռ, դեղին դուռ կոչվող խաղերի հետ կապված, չնայած որ ներքին գործերի նախարարությունը նշել է, որ ինքնաֆինանսման եւ ինքնասպանության դեպքեր չեն գրանցվել, բայց ծնողները մտահոգված են եւ բազմաթիվ մեկնաբանություններ են դրանց վերաբերյալ կարդացել նախարարությունը ինչ տվյալներ ունի, արդյոք մասնագիտակցություններ իրականացնել Այո, ձևավորվել է մասնագիտական աշխատանքային խումբ, որը որ մանրամասն ուսումնասիրում է նաև հնարավոր ազդեցությունները եւ իհարկե մենք մոնիտորինգ ենք իրականացնում եւ բնականաբար դպրոցները զգուշացված են, որպեսզի ուշադիր լինեն եւ ուրեմն երեխաների շրջանում նման ուրեմն խաղերի տարածումը տեսնելուն պես համապատասխան քայլեր ձեռնարկեն թե դասղեկների, թե դպրոցի այլ մասնագետների, գիտեք նաև հոգեբանների հաստիքն ենք պարտադիր դարձրել դպրոցներում եւ տարբեր ուրեմն աշխատակազմներ գրավելով տեղում արագ արձագանքեն, բայց մենք նաև մասնագիտական աշխատանքային խմբի աշխատանքի արդյունքում ավելի մեթոդական նաև ուրեմն աջակցություն կցուցաբերենք։ Այս բանի դրությամբ որևէ տվյալ նման օրինակ հայտնաբերվել է թե Մենք ստանում ենք անհանգստություններ, բայց ինչպես եւ ներքին գործերի նախարարությունից են ձեզ հայտնել, որևէ առանձին վնասման դեպքեր չկան, բայց դա չի նշանակում, որ կանխարգելման քաղաքականությունը չպետք է շարունակել։ Եվ տիկին նախարար Ադրբեջանը հայտարարել է, թե հայ մարզիկներին խաղերին մասնակցելու գրավեր են ուղարկել, ստացել է գրավերը եւ արդեն որոշում կա այդ մասով։ Կարծում եմ առաջիկայում կքննարկենք եւ որոշում կկայացնենք։ Շնորհակալություն։ Դա կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում նաև անվտանգության միջոցառումներից եւ կարծում եմ որոշումները պետք է կայացվեն ամբողջական ինֆորմացիայի պարագայում կքննարկենք եւ ըստ այդմ կորոշենք։ Շնորհակալություն։